Ագաթանկեղոսը հաղորդում եմ, որ հայոց արքունիքում կային քրիստոնյաներ, ում արտոնված էր, որ հեթանոսական արարողությունների ժամանակ նրանք կարող էին չմասնակցել, այսինքն Տրթատ արքայի եւ հայկական արքունիքի պարագայում եւ նաեւ հայկական հեթանոսական պատկերացումների պայմաններում ի հակադրություն զրադաշտականության, որ հանդուրժող չէր, այստեղ կար որոշակի հանդուրժող վերաբերմունք եւ քրիստոնյաների խումբ կար, ովքեր պաշտոնավարում էին, սակայն ազատված էին նման արարողություններից։ Սակայն այս հաղթության առիթը թագավորի համար անբեկանելի իրավիճակ էր եւ պահանջում է, որ նրանք եւս կոնկրետ այս արարողությանը պետք է մասնակցեն։ Գրիգորը լինելով քրիստոնյա եւ սկզբունքորեն հավատալով իր Տեր Աստծուն, հրաժարվում է տվյալ պարագայում զոհեր մատուցելուն մասնակցել եւ երկրպագել Անահիտ դիցուն։ Սա իհարկե զայրույթ է առաջացնում այն տեսանկյունից, որ թագավորի կամքը կարծեք ոտնահարվի ստորականների, ենթականների ներկայությամբ եւ հրամայում է Տրթատը, որպեսզի չարչարանքների միջոցով պարտադրեն Գրիգորին իրականացնի այս գործողությունը։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ չարչարանքները, որ նկարագրում է Ագաթանկեղոս պատմիչը եւ դրանք նշում թվով 12-ը, ավելի ուշ արդեն 14-րդ դարում եւ 15-րդ դարի սկզբին մեկնաբանել է Գրիգոր Տաթևացին, հայ եկեղեցու գլխավոր գաղափարախոսներից մեկը, ամենանշանավոր վարդապետներից մեկը եւ բացատրել հետեւյալ կերպ, որ նրա 12 փորձություններից յուրաքանչյուրը բնորոշ էր Քրիստոսի 12 առաքյալներից որևէ մեկին։ Եվ ստացվում է, որ Գրիգոր Լուսավորիչը բոլոր այդ 12-ի փորձություններով անցել է եւ սրանով հաղորդակից է ոչ միայն Քրիստոսի 12 առաքյալների, այլ նաեւ փաստորեն Քրիստոսի հետ։ Այս հանգամանքը շատ բացառիկ է դարձնում նրա չարչարանքների ամբողջ ընթացքը եւ այս 12 չարչարանքների վայրում հետագայում չարչարանած Սուրբ Լուսավորչի վանքն է հիմնվել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։